Ողջույն Արագի սիրելի հետևորդներ, եթերում ըստ էությանն է, մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Սրբազան շարժման աջակից Հայաստանի պատմության միակ կին քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանին։ Ողջույն Լիդիա ջան, շնորհակալ եմ, որ հրավեր ընդունել եք եւ անչափ ուրախ եմ ձեզ ազատության մեջ տեսնելու համար։ Շնորհակալ եմ ձեզ։ Լիդիա ջան, 5 ամիս անազատության մեջ գտնվելուց հետո վերջապես ազատության մեջ եք, ինչ զգացում ունեցաք այն պահին, երբ հասկացաք, որ ձեր ազատությունը սահմանափակվում է ձեր համոզմունքների համար։ Քանի որ միայն ես չէի մեր գործով ում տանում էին կալանքի, մտածումս ընդհանուրի մասին էր, ոչ թե միայնի, մանավանդ քանի որ հայ անկախ պետականության պայմաններում դեռ մենք չէինք ունեցել ձերբակալված եպիսկոպոս, շատ մտածում էի, ինչ ամոթ է, ինչ խայտառակություն է, որ Բագրատ Սրբազանին են տանում կալանքի, նույնիսկ մեր տուն մտնելուց այդ քննիչներին, մնացած աշխատողներին, ովքեր եկել էին իր քննիչի հետ, այդ մասին հայտնել եմ, ասել եմ ամոթ է, խայտառակություն է, ոնց եք դուք հիմա այսպիսի բան անում, գնացել ենք քննչական, շարունակել եմ այդ նույնը ասել իրենց, բայց իրոք շատ ծանր էր այդ առաջվա, որ գիտակցում ես, դե ես պարզ մարդ եմ, ես դուրս եմ եկել պայքարի, նաև իմացել եմ, որ ամեն ինչ կարող են իրենք անել, նույնիսկ կարող են, ասենք, պետք եղած ժամանակ կյանքից զրկել մեզ, այդ գիտակցումով եմ մտել ես պայքարի մեջ, բայց որ հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսին Բագրատ Սրբազանին իրենք կձերբակալեն, չէի պատկերացնում, մտածումները զուտ դրա մասին էր, մեկ էլ որ չկարողացանք մեր պայքարը այդ փուլում ինչ որ պլանավորել էինք փողոցային խաղաղ հնազանդության ակցիաներ վերսկսենք ու անենք։ Ինչն է ամենաշատը ձեզ ցավեցրել այս գործընթացում որպես կին եւ որպես քաղաքացի եւ արդյոք եղել են պահեր, որ վախեցել եք կոտրվել եւ ինչպես եք ձեր մեջ ուժ գտել շարունակել։ Չեմ վախեցել եւ չեմ վախենում, այդպիսի ընտանիքից չեմ, որ վախենամ ինչ որ մի բանից եւ նաեւ քանի որ գիտեմ ես արդարության կողմում եմ, ճշմարտության կողմում եմ, դա ինձ ուժ է տալիս գործելու։ Չեմ կոտրվել, մտածումներ են եղել փոքրիկ, մտածումներն էլ հիմնականում եղել են մեր պետության մասին, այս ինչ վիճակի ենք հասել եւ ոնց ենք կարողանալու սրա տակից դուրս գալ, որովհետեւ ինչքան ուզում եմ մեղքը գործվի Նիկոլ Փաշինյանի եւ իր խմբի կողմից, հետևանքները կրելու ենք մենք բոլորս։ Զուտ է եղել իմ մտածումները, որովհետեւ շատ դժվար է լինելու մեզ կառուցել այն երկիրը, որը որ ցանկանում ենք ունենալ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը վաղ թե ուշ գնալու են։ Ինչ ենք կարողանալու անել դրանից հետո եւ ինչ դժվարությամբ ենք կարողանալու դուրս գալ այս փոսից։ Իսկ ինչն է ցավեցրել, օրինակ հանրային հեռուստաընկերության եթերում ձեզ անվանում էին ահաբեկիչ։ Դա չի ցավեցրել, ուղղակի մտածում էի այն մարդկանց մասին, ում համար ինֆորմացիայի աղբյուրը միայն դա է, ու ասում էի կպել են մեր պատվին, մեր բոլորիս պատվին են կպել այդ գործով անցնող, հիմա ինչ որ մի մարդ կարող է նաև իմ շրջապատից, իմ մանկության ընկեր կամ դասարանցի ինչ որ մեկը, հա, նայի դա ու մտածի ասես մարդը ոնց դառավ ահաբեկիչ, հա, որովհետև շատ վստահ էին իրենք խոսում, շատ վստահ էին խոսում, նույնիսկ պահիտակ մեջս կասկած էր մտնում, ասում կարող է ինչ որ մի բան միտեղ կա։ Ու ասում էի, չէ, ոնց կարող է լինի, ես այդ ամեն ինչի մեջ շատ համոզիչ էր հմեկի լրատվությունը աշխատում։ Բայց դե մի ամիս չանցած ամեն ինչ քանդվեց, երբ որ Բագրատ Սրբազանի իրական խոսակցության ձայնագրությունները հրապարակվեցին, արդեն ամեն ինչ պարզ դարձավ։ Ում կամ ինչն էիք կարոտում ամենաշատը այդ 5 ամիսների ընթացքում։ Իմ գլխավոր խորհրդատուն ու առաջնորդ ես կյանքում եղել է Բագրատ Սրբազանը, որ միշտ ինձ նախատել է իմ սխալների համար, ճիշտ ուղղություն է ցույց տվել, փորձել է օգնել իմ ճանապարհի մեջ։ Հիմա ամենաշատը կարոտում եմ Բագրատ Սրբազանի հետ զրույցները, քրեական գործի շրջանակներում ես հիմա հնարավորություն չունեմ
ոչ թե շրջանակներում, քրեական գործի պատճառով, քանի որ երկուսս էլ մեղադրյալ ենք, իրար հետ շփվելու հնարավորություն չունենք, այնտեղ ուզում եի ուղղակի իր խորհուրդը լսեմ, հասկանամ ինչ ենք անելու, ոնց ենք կարողանալու դուրս գալու այս ամեն ինչի մեջից։ Ներկայումս տեսնում ենք, որ հայտնվել ենք մի իրավիճակում, որ քաղաքացուն կարող են նույնիսկ մեկ բառի համար ձերբակալել։ Դուք այսօր խոսում եք գիտակցելով, որ դա կարող է Աստված մի արասցե կրկին անազատության մեջ հայտնվելու, այսպես պատճառ հանդիսանալ։ Չեք վախենում, որ ձեր ակտիվությունը կարող է կրկին պատճառ դառնալ, որ զրկվեք ազատությունից։ Տեսեք, հիմա եթե ցանկացած մարդ վերցնենք, միայն ես չէ։ Դուք էլ կարող եք զրկվել ազատությունից, ներողություն, բայց կարող եք զրկվել ազատությունից ձեր խոսքի համար։ Եթե մենք վախենանք ու չխոսենք, բա ով խոսի, բա ով ասի։ Մեկը պետք է խոսի, պետք է լինեն այդ մարդիկ։ Մենք այդ ջահակիրներն ենք, ես, դուք, մյուսները, ովքեր որ հնարավորություն ունեն ինչ-որ հարթակներից խոսելու, որ պետք է օգտագործենք այս մի գործիքը, այս մի շանսը, այս մի զենքը նույնիսկ ասեմ, հա, որը մեր ձեռքին կա, ուրիշ տարբերակ չկա, հիմա ես անցել եմ այդ ամեն ինչի միջով, կարող եմ տենց դասընթաց վարել մարդկանց հետ, բացատրելի ինչ ճանապարհ են անցնելու, ինչեր է իրենց սպասվում, որ մարդիկ վստահաբար մտնեն, այո, պատրաստված մտնեն այդ ամեն ինչի մեջ, ոչ թե իմ նման այդպես օդից ընկնեն քրեակատարողական հիմնարկ ու չիմանան ինչը ոնց պիտի անեն, ընդ որում ոչ միայն ես, այլ իմ ընտանիքը, քանի որ մերոնցից ոչ մեկ երբևէ նույնիսկ կոնտակտ չի ունեցել քրեակատարողական հիմնարկի հետ, չէին պատկերացնում ինչա ինձ այնտեղ անհրաժեշտ որ բերեն, հա։ Ցանկությունը մեծ էր ինչ-որ բաներ բերելու, ես գնացի ընդհանուր խուց, այնտեղ 3 հոգով էինք ապրում, այդպես իրենց տեսա, պարզվեց, որ բացի քրեակատարողական տված ալյումինե ամանից, այդ բաժակից ու գդալից կարող ենք տնից օրինակ պլաստմասե սպասք ուզել, միանգամյա օգտագործման սպասք ուզել, որովհետև չես պատկերացնում ուր ես ընկել, ինչա կարելի, ինչ չի կարելի, այդպես կարող եմ այդպես դասընթացներ վարել մարդկանց հետ, որպեսզի պատրաստված լինեն։ Կարծում եմ լավ առաջարկ է, որովհետև ինչպես նշեցիք, ոչ մեկս ապահովագրված չենք։ Լիդիա ջան, ձեր շրջապատում կան հիմա ներկայումս այս փորձությունից հետո մարդիկ, ովքեր ձեզ այսպես ասած փորձում են համոզել ավելի զգուշավոր լինել, ավելի զգուշավոր խոսել, որպեսզի կրկին չկալանավորվեք օրինակ։ Բոլորը հիմա ինձ անդադ զգուշացնում են, քույրս ընդհանրապես ինձ unfollow է արել բոլոր տեղերից, ասում է ես պատճառը ձեր ակտիվությունն է, խնդիրներ եմ ունենում, ասում է հոգեբանականից թվում է, հեսա քեզ տանելու են, որ դու խոսում ես, ասում է ուզում եմ ուղղակի չտեսնեմ, որ դու խոսում ես։ Այդպես, բայց միայն քույրս չէ, ընկերները բան բոլորը ասում են, որ զգույշ եղիր, հանկարծ խնդիր չառաջանա, որովհետև ինձնից առավել իմ ընտանիքը ու իմ ընկերներն են տառապել այս ամբողջ ընթացքում։ Արդյոք ձեր կյանքում ունեցած այս փորձությունը 5 ամիսների փոխել է ձեր վերաբերմունքը կյանքի եւ մարդկանց հանդեպ, եթե այո, ինչպես է փոխել։ Ես սկսել եմ ավելի խաղաղ ապրել, երբ որ ժամանակին ես մտածում էի մենք ուշացանք, չենք հասցնում ինչ-որ բան անել, պետք է ինչ-որ բան արագ անել, հիմա հասկանում եմ, որ ամեն ինչի մեջ Աստծո կամքը կա, եւ երբ որ իր թույլտվությունը լինի, որ փոփոխություն լինի Հայաստանում, լինելու է դա, ուղղակի մենք պիտի այդ ժամանակ պատրաստ լինենք այդ ջահը վերցնելու եւ գնալու առաջ։ Ավելի հանգիստ եմ նայում ամեն ինչին, եթե ժամանակին ինձ մոտ կար այսպիսի մտածում, ինչու էս մարդը չի խոսում, այն մյուս մարդը ինչ որ ուրիշ բան, երկար մտածելուց հետո հասկացա, որ շատ մարդկանց մոտ կան վախեր, ու վախկոտ մարդուն մեղադրել պետք չի։ Հիմա չեմ մեղադրում են մարդկանց, ովքեր որ չեն խոսում, վախենում են, ինչ-որ մի անկյունում են, չեմ հասկանում նրանց, չեմ կարող հասկանալ այդ մարդկանց, բայց սկսել եմ չմեղադրել ու մտածում եմ մտահոգ, անհանգիստ ու խիզախ մարդկանց մենք պետք է ժողովենք միտեղ, որովհետև
այն քանակությունը մարդկանց, որ կա, դա բավական է Հայաստանում փոփոխություններ մտցնելու համար, վստահ եմ ուղղակի, ու պետք չի փորձել վախեցած մի անկյունում կուչ եկած մարդուն հանել այդ անկյունից, դա իմ սուբյեկտիվ մոտեցումն է, էլի, այդպես։ Դուք Հայաստանի դեռևս միակին քաղբանտարկյալն եք եւ շատերն էին ձեր ազատության համար պայքարում։ Ինչ եք զգում դուք, երբ գիտակցում եք, որ շատերի համար դուք պայքարի խորհրդանիշ եք։ Ճիշտն ասած անսովոր է ինձ համար, որովհետև ես մի իրականությունում գնացել եմ քրեակատարողական հիմնարկ, հիմա դուրս եմ եկել, փողոցում մարդիկ գալիս գրկում են կամ մոտենում են ինչ-որ խոսքեր են ասում, մի օր ավտոլվացման կետից մի տղա սենց դուրս թռավ ինձ տեսնելուց, շատ ուրախ ենք, որ ազատության մեջ եք, չգիտեմ, այդ դրսևորումները ինձ համար նոր են, բայց այնքան ուրախ եմ մարդկանց ազնիվ դրսևորումների համար ու մանավանդ ինչն է ինձ շատ ոգևորում եւ ինչու եմ ես միտքս փոխել ու մարդկանց չեմ դատում։ Մարդիկ կան, որոնք մոտեցել են ինձ ասել են, հիմա բառացի այդ խոսքը չեմ փոխանցում, երկու անց տարբեր ձևով են ասել, մի քանի անձինք տարբեր ձևով են ասել, հիմա ինչ միտք են տալիս իրենք, ասում են դուք մեզ համար դուրս եք եկել պայքարի, հայտնվել եք քրեակատարողական հիմնարկում, իսկ մենք մեզ համար այստեղ հանգիստ աշխատում ենք, ապրում ենք, գնում ենք աշխատանքի, գալիս ենք, այսինքն նույնիսկ այն մարդիկ, ովքեր որևէ դրսևորում ցույց չեն տվել քաղաքացիական այս ընթացքում, իրենք էլ ընկալում են, որ այն պայքարողները, որ կան, ովքեր որ պայքարում են ընդհանուրի համար։ Դրա համար կարծում եմ, երբ որ ճիշտ ժամանակը գա եւ ճիշտ առաջարկ ներկայացվի այդ մարդկանց, այդ մարդիկ ազնիվ են, մեր ժողովուրդը շատ լավն է։ Այդ ազնիվ մարդիկ ցույց են տալու ով է հայը, ով է ճիշտ հայը եւ ամեն ինչ լավ է լինելու մեր երկրում։ Ինչպիսին էր Լիդիա Մանթաշյանը 5 ամիս առաջ եւ ինչպիսին էր կալանավայրից դուրս գալուց հետո։ Արդյոք այդ արդարության զգացումը խամրել էր ձեր մեջ, թե հակառակը ավելի է ուժեղացել։ Ես ճիշտն ասած մինչև բանտարկվելն էլ եղել եմ Աստծո արդարության կողմնակիցը, որը կարող է իմ պատկերացրած արդարության հետ մի քիչ շեղում ունենա։ Ու վստահ եմ, այն ժամանակ էլ եմ վստահ եղել, որ Աստված ճիշտ ճանապարհով կտանի, հիմա ավելի քան վստահ եմ, տեսնելով այն խմորումները, որ լինում են եկեղեցու ներսում, եկեղեցուց դուրս, որ Աստված իր ձեռքը մեզ վրա է պահում, մաքրելու է այս ամեն ինչը մեր միջից եւ մենք կարողանալու ենք մեր ազգային, ճիշտ ազգային պետությունը կառուցել։ Որքան էլ որ գիտակցել եք, թե ինչ վեհ գաղափարի համար է կալանավայրում, վստահաբար այդ ամիսները հեշտ չեն եղել ձեզ համար։ Ինչն էր ամենաշատը ձեզ ուժ տալիս այդ օրերին եւ ինչ գին ունի ազատությունը ձեզ համար այս ամենից հետո։ Գիտեք, այնտեղ մարդկանց վերաբերմունքը, որ տեսնում էի, լինեն կալանավոր, դատապարտյալ, մի դեպք պատմեմ։ Ուրեմն նոր էի այնտեղ, առաջի կիրակի օրն է, 5-շաբթի գիշեր ինձ տարել են, կիրակի օրն է, դե չէի ճանաչում ոչ մեկի, ոչ էլ գիտեմ կարգը այնտեղ ինչպես է։ Կարանտինի մեջ մի խցում մենակ ապրում եմ, այդպես լուսանում եմ, նայում եմ լույսը բացվեց, հետո մթնում եմ, զգում եմ արդեն ոնց որ գիշեր է մոտենում, ժամացույց էլ չունեի։ Մեկ էլ գալիս են ճաշ բաժանելու, դե բերել էին ահագին բան։ Տնից տենց հիմնականում աշխատում էի չվերցնեմ, որ այնտեղ չմնա էլի այդ սնունդը շատ, որովհետև կարանտինի մեջ սառնարան բան, ոչ մի բան չես կարող ունենալ։ Եկան սնունդ բաժանելու, մեկ էլ այդ դուռը որ բացվեց, ես չգիտեի, որ դատապարտյալներն են սնունդը բաժանում։ Հետո ճանաչեցի, որ այդ բաժանողը Բուբուշն է։ Ուրեմն եկավ ասեց. Ազիզ ջան, ինչ տամ քեզ, ունենք էս, ասես Չախոբիլի ունենք, ասես մանկությունից ինչ-որ հիշողություն առաջացավ այդ Չախոբիլի հետ կապված, մեկ էլ կաղամբով սալատ ունեին, դե քանի որ ամբողջական կաղամբ թույլ չէին տալիս ընդեղ բերեն, դες ոնց որ սիրտս ուզեց, ասեցի, այդ ափսեն տվեցի, ասի մի հատ կաղամբով սալատ դրեք, կողքը մի հատ դա, այն մյուս բաները պետք չի տաք։
կողքը մի հատ Չախոբիլի sense նայեց, ասեց, ոնց, այս երեխուն մի հատ աման եք տվել, էլի մի հատ աման բերեք, չեմ հասկանում, sense գորգռմա մի հատ ափսե բերեցին ինձ համար ավել, մեկի մեջ լցրեց դա, այն մյուսի մեջ sense մի հատ Չախոբիլի լցրեց, sense նայեց վրա, sense սպասի, սա իմ բաժինն էլ եմ քեզ տալիս։ Իրա բաժին Չախոբիլին է դրեց մեջը տվեց ինձ, հիմա sense հուզված նստել եմ, որ դուռը փակվեց, այնտեղ ինչ որ բան էին խոսում, ասեցին սրբազանի բանն է։ Այսինքն չեն կարող նկարագրեն ով եմ ես այնտեղ, հա։ Այդպես նստել եմ sense հուզված, չեմ էլ կարողանում արդեն ուտեմ, էլի։ Վերաբերմունքը այնտեղի մարդկանց ամենից հետո երբ ճանաչեցին, ինչպես Իհարկե, ինքն ասել սրբազանի։ Հա, բնականաբար փոխվեց, շատ լավ էին տրամադրված ու բոլորը հասկանում էին, ես զարմանում եմ, ճիշտն ասած, ոնց կարող էր այդպես լինել, բայց բոլորը հասկանում էին անխտիր, որ ես կամ Բագրատ Սրբազանը կամ մյուսները ահաբեկիչ չենք։ Դա այնքան ուժ էր տալիս ինձ այնտեղ ապրելու համար։ Մտածում եմ, որ եթե այս մարդիկ շատերը հանցագործ, ոմանք հանիրավի դատապարտված, հա, այս մարդիկ հասկանում են ինչն է խնդիրը։ Դրսում եղած մարդիկ էլ պիտի հասկանան, որ ամեն ինչ կազմակերպված էր եւ մեր դեմ ինչ որ դավադրություն կա, էլի, այսպես ասեմ։ Այնտեղի անձանց վերաբերմունքը մանավանդ երբ որ ճանաչեցին ով եմ ես, շատ լավ ա եղել։ Նույնիսկ ես նեղվում էի, որ կանայք են իրանք, բայց մեկ-մեկ ասենք հայհոյող արտահայտություններ էին թույլ տալիս։ Իշխանությունների հասցեն ասում էի, խնդրում եմ մի ասեք։ Ինչքան էր որ ձեր սրտով էր, բայց չէ ցանկանում։ Չէ, իրականում կարծում եմ հայհոյելով պետք չի ինչ որ բան անել։ Ձեր կյանքում եղել են մարդիկ, ովքեր ձեզ հետ մտերիմ են եղել, բայց այս կալանավորումից հետո երես են թեքել ձեզնից կամ հակառակը, կամ դրսում ձեր հանդեպ սերը բնականաբար գիտենք ինչքան մեծ է հանրության կողմից, բայց կան մարդիկ, ովքեր ինչ որ ատելություն են տարածում կամ ձեզ տեսնելով ինչ որ վատ խոսքեր ատելության խոսքեր են հնչեցնում։ Դեռ չեմ տեսել այտենց մարդ, որ վատ խոսք հնչեցնի իմ հասցեին ինձ տեսնելիս։ Ունեմ ընկերներ, որոնց հետ կապը պայքարի ընթացքում էլ այնքան ակտիվ չէր, իրենց քաղաքական դիրքորոշումների պատճառով, ու այս ընթացքում կան մարդիկ, ովքեր ընդհանրապես որևէ ռեակցիա չեն տվել, չեն փորձել հետաքրքրվել ոնց եմ ես, որտեղ եմ, բան, կան այդպիսի ընկերուհիներ եւ ընկերներ, բայց որ հակառակն անեն, չեմ տեսել։ Տեսեք, իրանց մոտ կա այնպիսի մտածում, ինձ ճանաչելով գիտեն, որ ես ահաբեկչություն չէի գործի, կան որոշ մարդիկ, որ ասում են հնարավոր է իրան խաբել են։ Ինքը չի գիտակցել։ Ինքը չի գիտակցել, իրան ներքաշել են ինչ-որ բանի մեջ, ինքը չիմանալով մտել է դրա մեջ։ Բայց ես հո ճանաչում եմ ում հետ եմ ես դուրս եկել պայքարի։ Ես պատահական մարդու կողք կանգնող մարդ չեմ, էլի։ Այդպես, բայց ինձ չի հուզում։ Ովքեր օրինակ երես են թեքել կամ չեն հետաքրքրվել ձեր որպիսությամբ։ Ես ճիշտն ասած, չէ, բոլորովին։ Հիմա այդ մարդիկ էլ այդ ընդունակություններն ունեցող են, այդ աստիճան են կարողանում վերլուծել։ Չեմ կարծում դրա համար արժի նեղանալ ինչ որ մեկից նեղվել։ Բայց կան նաև մարդիկ, ում հետ ես շատ մտերմություն չունենալով իրենց հետ, շատ մեծ ջերմություն եմ ստացել այս ամբողջ ընթացքում, մեր պայքարի մեջ եղած մարդիկ կային նույնիսկ, որ չեմ եղել իրենց հետ շատ մտերիմ, բայց այն, որ իրենք անընդհատ գնում գալիս էին, ինչ-որ բան էին բերում ինձ համար, տանում, ընտանիքի հետ կապ էին հաստատում, մենք պայքարի մեջ մարդիկ ունենք, դե կարելի է ասել, Սրբազանին ու իր շրջակայք մոտ շրջակայքով կար, բոլորին տարան բանտ։ Այդ մարդիկ, պայքարի մեջ գտնվող մարդիկ, ում հետ ասում եմ, մենք այտենց կապ չենք ունեցել, իմ նկարը վերցրել են, մյուսի նկարը վերցրել են, փորձել են գնալ իրենց շենքերի մոտ, գտնել այդ մարդկանց ընտանիքներին։ Մենք ունենք այտենց մի խումբ, որը բոլորիս ընտանիքների հետ հիմա շատ մտերիմ է։ Գիտի բոլորի ընտանիքների խնդիրները, անցած օրը գնացել եմ քրոջս տուն, ասես մի հատ տիկնիկ են ցույց տալիս, փոքր երեխու տիկնիկն է, ասում են Անուշն է նվիրել, ասում։ Անուշը ով է։ Մեր պայքարից։ Բայց իրենք չեն ճանաչել այդ մարդուն։ Այսինքն այդ հոգատարությունը մարդկանց կողմից մեր ընտանիքների նկատմամբ միշտ եղել է։
Նույնիսկ դառնեն սենց ընտանիքի անդամի նման ինչ-որ մեկը իրենք մեզ համար։ Ու չգիտեմ, միշտ աղոթք սեղել է եւ բանտում գտնվելիս եւ բանտից դուրս գալուց հետո, որ ես այդ ամբողջ սիրո եւ չգիտեմ, նյութականի ու մնացածի պատասխանը չեմ կարող տալ։ Ի վիճակի չեմ ուղակի տալ։ Թող Աստված իրենց վարձատրի ավելիով իրենց ամբողջ արածների համար։ Եվ Լիդիա ջան, տեսնում ենք, որ այս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակում է արշավում եկեղեցու դեմ, նույնիսկ մայրաթորը գրոհելու փորձ արվեց, այս համատեքստում սրբազաններ են կալանավորվել եւ կարծիքներ կան, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է վեհապարին ձերբակալել եւ այս կիրակի նորից փորձ է անելու գրոհել մայրաթորը։ Ինչ պիտի անի հավատավոր հոտը դա թույլ չտալու համար ձեր գնահատմամբ։ Երեկ էլ եմ ասել, այսօր էլ ասեմ, կարծում եմ պետք է հսկում կատարել, հսկողություն սահմանել մայրաթոռում։ Ես ճիշտն ասած ուզում եի կիրակի օրը պատարագի մասնակցեմ մայրաթոռում, բայց որտեղ սա շատ են հայտարարություն անում գնալու են, մտածում եմ ես չգնամ, որովհետև սահմանափակում ունեմ մարդաշատ վայրում գտնվելու։ Այդպես պետք է անընդհատ բոլոր ծեսերի արարողությունների ժամանակ լինենք մայրաթոռում, չնայած Նիկոլ Փաշինյան կարող է եւ ոչ այդ ծեսերի ժամանակ գալ, այսինքն ինչ-որ տարբերակ հսկողություն իրականացնելու պիտի ունենանք եւ պաշտպանենք, բայց եթե նույնիսկ հանկարծ իրեն հաջողվեց վեհապարին ձերբակալել, միտեղ գրված տեսել էի, լուսավորչի գահը կլինի այնտեղ, որտեղ ամենայն հայոց վեհապարն է, կլինի բանտում կլինի իր նստավայրը, որտեղ որ կգտնվի մեր հայրապետը, այնտեղ է իր նստավայրը։ Հուսով եմ չի հաջողվի իրեն ձերբակալել վեհապար հայրապետին, որովհետև հավատարիմ հոտը եւ հոգեվորականները հավատարիմ սարի նման կանգնած են իր կողքը։ Կիրակի մենք կարծես թե դա տեսանք։ Այո։ Թույլ չտվեց իսկապես հավատավոր հոտը։ Շնորհակալ եմ Լիդիա ջան, անկեղծ զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն։ Հիշեցնեմ իմ հյուրն է Սրբազան շարժման աջակից Հայաստանի միակ քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանը։ Կհանդիպենք։